Հարգելի հեռուստադիտողներ, հեռանկար այսօր հյուրընկալել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանին, բարև ձեզ, պարոն Միքայելյան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն։ Սկսենք Բրյուսելից, որտեղ նոր փաստաթուղթ է ընդունվել Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգը, ինչի մասն է այս փաստաթուղթը, ինչ ներուժ կարող է ունենալ Հայաստանի համար։ Այս պայմանությամբ մենք ամբողջությամբ բովանդակությունը չգիտենք, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ շեշտադրվել են քաղաքական համագործակցության հարցերը, էներգետիկական համագործակցության հարցերը եւ հավանաբար նաեւ արտաքին քաղաքական մերձացման հարցերը, վիզայի ազատականացման հարցերը եւ այսպես շարունակ։ Դա այն է, ինչ հրապարակվել է, ես հարցնում եմ, ինչ ներուժ կարող է ունենալ, ինչ ռեալ հեռանկար, ինչ պատկեր քաղաքագետի տեսանկյունից, քաղաքագետի հայացքից։ Դե տեսեք, այս պայմանությամբ Հայաստանի եւ Եվրամիության օրակարգը հենց այդպիսին է։ Իհարկե, այստեղ կա իհարկե աշխարհական մյուս հանգամանքներ, մենք ունենք Եվրամիության առաքելություն Հայաստան-Ադրբեջան սահմանում, մենք ունենք հայ-ռուսական հարաբերություններ, որտեղ Եվրամիությունը հատուկ շահեր ունի, եւ մենք ունենք, այսպես ասած, գալիք ընտրություններ, որտեղ եւս Եվրամիությունը արդեն շեշտադրել է իր հետաքրությունը։ Սակայն, եթե մենք խոսանք ավելի երկարատև համագործակցության մասին, ապա ստեղ մենք ունենք իհարկե խնդիրներ, այն է, որ Հայաստանը Եվրամիության անդամ դառնալ չի կարող, որովհետեւ այստեղ շատ հերոյ է գործընթացը, դեռ շատ մեծ հերթ կա եւ անհավանական է այս պայմանությամբ Հայաստանի անդամակցությունը։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա քայլ առ քայլ հնարավոր է այդ զարգացումը, բայց ինչ որ պահին հարց է գալու հնարավոր է նաև ազատ առևտրի եւ այստեղ արդեն Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարց է գալու։ Հայաստանը չի կարող Եվրամիության անդամ դառնալ, դուք այդպես կատեգորիկ նշեցիք, չի կարող հիմա ինչ որ փուլում, թե առհասարակ չի կարող։ Սա Հայաստանի բանը չէ, հա, այսպես ասեմ։ Չէ, սա Եվրամիությանն է վերաբերվում, որովհետև Եվրամիության տնտեսությունը այլևս այն աստիճանի չի աճում, որպեսզի նոր անդամներին ընդգրկի, եւ երկրորդ հանգամանք կա, հիմա Եվրամիությունում քննարկվում է նոր մեխանիզմ, որպեսզի նոր անդամների կարգավիճակը լինի լրիվ այլ, քան թե նախկինում ընդունած անդամների։ Այսինքն ձայնի իրավունք չեն ունենա, դոտացիաները շատ ավելի քիչ են լինելու, իսկ պարտավորությունները նոր անդամների լինելու են բավականին մեծ։ Նույնիսկ այս պայմաններում ընդլայնումը չի պլանավորվում, ասեմ հետեւյալը, վերջին 20 տարվա ընթացքում անդամակցել է Եվրամիությանը 3 երկիր, իսկ վերջինը եղել է 2013 թվականին Խորվաթիան։ Այս պայմանությամբ դիտարկվում է Չեռնոգորիան եւ դեռ շատ մեծ է տարածությունը Չեռնոգորիայից մինչև Հայաստան, մանավանդ, որ այստեղ անվտանգային խնդիրները բավականին լուրջ են։ Այնպես որ ես չեմ պատկերացնում Եվրամիության ներքին դեպատները եւ բանավեճերը վերլուծելով, որ Եվրամիությունը ունակ է լինելու Հայաստան ընդունել մոտակա 20-30 տարվա ընթացքում։ Դրանից հետո իհարկե մենք ուրիշ իրավիճակ ենք ունենալու, բայց քաղաքական հերանեկար ինչքան էլ տեսանելի է, այստեղ այդ հերանեկարը չկա։ Բայց տեսեք Մոլդովան բավականին լուրջ քայլեր արեց եւ կարծես թե ստացվեց։ Նախ ինչ է ստացվել, հա։ Մոլդովայի անդամակցությունը դիտարկվում է հիմնականում ավելի շուտ Ռումինիայի հետ միավորված պետություն կազմելու հարցում։ Եվ այդտեղ կարելի ասել նույն ազգն է եւ կա քաղաքական ցանկություն իհարկե, եւ այստեղ որոշ հնարավորություններ դիտարկվում են, ընդհանրապես որևէ երաշխիք չկա, որ Մոլդովան կդառնա, բայց նույնիսկ ելի եմ ասում, եթե դառնա շատ լրիվ այլ ֆորմատում, որը Հայաստանի համար հասանելի չէ, ու նաև հավելեմ, որ Մոլդովան Եվրամիության հետ ընդհանուր սահման ունի, իսկ մենք չունենք, նույնիսկ եթե Վրաստանի հարցը, այսպես ասած, այս պայմանությամբ լրիվ օդի մեջ է, ապա այստեղ իհարկե մենք հասկանում ենք, որ առանց Վրաստանի Հայաստանը ընդհանրապես չի կարող դա քննարկել, իսկ Թուրքիայի հետ կապված արդեն շեշտադրվել է երկու կողմից էլ, որ բանակցությունները լրիվ դադարեցված են։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք առհասարակ դեմ եք եվրոինտեգրման գաղափարին։ Թե ուղղակի դա մեզ հասանելի չէ։ Տեսեք, ես կամ դա մեզ ինչ որ բաներ չի խոստանում։ Երբ որ մենք խոսում ենք քաղաքականությունից, մենք առաջին հերթին պետք է գնահատենք իրատեսական լինելը այս թե այն հարցին։ Եվ ես դեմ եմ այն բանի, երբ որ մենք գնում ենք ինչ որ
քայլերին, որոնք իրատեսական չեն։ Այսինքն, օրինակ, երբ որ մարդը բացում է բիզնես, ներդնում է այդտեղ եւ այդ բիզնեսը ի սկզբանե դատապարտված է, որ չի թրի, այստեղ իհարկե ներդրումները արդարացված չեն լինելու։ Այսպիսով, առաջին հերթին մենք պետք է գնահատենք արդյոք իրատեսական է։ Իսկ եթե իրատեսական լիներ, իմ կարծիքով այստեղ բովանդակային քննարկումը տեղի կլիներ։ Իսկ քանի որ դա չկա, իմ կարծիքով շատ դժվար է քննարկել այն, ինչ չի լինելու։ Իսկ այն, որ չի լինելու, այստեղ ավելի քան համոզված եմ եւ պատրաստ եմ ցանկացած բանավեճի։ Բայց դե շատ եվրոպամետ քաղաքագետներ հասկանալի չեն կիսում ձեր կարծիքով այդ իրատեսական լինելու մեջ, օրինակ երեկվա փաստը կարող են մեջ վերել այդ նոր փաստաթուղթը նաև Հայաստանում ընդունված օրենքը եվրոինտեգրման գործընթացի մեկնարկի մասին։ Տեսեք, ուրեմն 2017 թվականին, երբ որ Հայաստանը ստորագրեց ՍԵՊԱ համաձայնագիրը Եվրամիության հետ, այդ բոլոր հարցերը այդտեղ թվարկված են եւ ավելին բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ մոտավորապես 2-3 տարվա ընթացքում այդ բոլոր հարցերը լուծում կգտնեն։ 8 տարի անց մենք գտնում ենք նույն կետում, երբ որ մոտավորապես 2-3 տարվա ընթացքում լուծումները պետք է գտնենք։ Հիմա ես չեմ վերլուծում միայն Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ես առաջին հերթին վերլուծում եմ ԵՄ արտաքին քաղաքականությունը։ Ու այս տեսանկյունից եմ դիտարկում, որովհետև միայն Հայաստանի հայացքից հնարավոր չէ այս հարցին պատասխան տալ։ Իսկ Բրյուսելի տեսանկյունից եթե վերլուծենք, ստեղ լրիվ այլ պատկեր է ստացվում։ Այդ դեպքում որպես այլընտրանք մեզ համար ավելի նախընտրել ռուսական կամ պրոռուսական ուղղությունը։ Ես կարծում եմ, որ այս պայծառությամբ մեզ հասանելի չէ ընդհանրապես որևէ այդպիսի վճռորոշ որոշում, որ մենք կամ այս ճամբարում ենք, կամ այն ճամբարում։ Որոշում չէ, կողմնորոշում։ Կողմնորոշում եւս, այսինքն մենք պետք է այս մենք չենք կարող կողմնորոշվել, որ կողմ ենք գնալու։ Այսօր այդպիսի իրավիճակ է։ Այո, որովհետեւ նախ չկա որևէ մի արտաքին կենտրոն, որը կարող է ամբողջությամբ բոլոր մեր հարցերը լուծել։ Սա միանշանակ եւ ուզում եմ շատ հստակ հասկանաք, այսինքն արևմուտք գնալը նոր խնդիրներ ծնում, արևմուտքից հրաժարվելը էլի նոր խնդիրներ ծնում։ Այսինքն մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ որևէ եղած համագործակցությունը չնվազեցվի, լինի դա արևմուտք կամ արևելք կամ հարավ կամ հյուսիս, եւ ավելանա ցանկացած հարաբերությունը։ Սա կոչվում է դիվերսիֆիկացիա, բայց ճիշտ իմաստով եւ բացի այդ մեզ շատ մեծ կարիք կա էնլայնման արտաքին կապերի եւ խորացման արտաքին կապերի բոլոր հնարավոր խաղացողների հետ։ Եվ այստեղ իհարկե ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը միանշանակ դրական եմ դիտարկում, բայց ոչ ի հաշիվ բոլոր ուրիշ ուղղությունների, որովհետեւ մենք պետք է գիտակցենք ժամանակը, երբ որ մենք ընտրում ենք հյուսիսի կամ արևմուտքի միջև, այդ ժամանակը անցել է եւ անցել է ոչ միայն Հայաստանի համար, այլ ողջ աշխարհի համար։ Եվ Ռուսաստանը եւ Արևմուտքը շատ արագ հարաբերորեն ամբողջ աշխարհում թուլանում են եւ այսպիսով մենք պետք է դիտարկենք Հնդկաստանի հետ, Չինաստանի հետ։ Դա այն ինչ անում է մեր քաղաքական այդ դիվանագիտությունը, հենց այդպես էլ անվանում են։ Եվ կարծես թե ամենտեղ էլ գնում են բոլոր հանդիպումներին, բոլոր այդ գագաթնաժողովներին, բոլոր ուղղություններին մասնակցում են։ Մասամբ, բայց եկեք ես մի քիչ այլ տեսանկյուն ունեմ տարբեր քաղաքականության մասին։ Նախ Հնդկաստանի հետ հարաբերությունների մասով ես տեսնում եմ այն, որ Հնդկաստանի կողմից ինիցիատիվան շատ ավելի շատ է գալիս, քան թե Հայաստանի կողմից։ Սա իմ համար շատ հարցական է։ Պարսկաստանի հետ կապված եւս Ռուսաստանի հետ գրեթե դադարեցված է շփումը դեռ 2022 թվականից։ Ուրեմն Չինաստանի հետ շատ սահմանափակ աշխատանքներ ունենք, ել չասած ուրիշ զարգացող երկրներ։ Այսինքն ես կարծում եմ, որ առհասարակ մտածել մի ուղղության մասին սխալ է։ Եվ ընդլայնումը նշանակում է, որ մենք ամենտեղ փորձում ենք ակտիվություն դրսևորել, որը ես տեսնում եմ ավելի շուտ ուրիշների կողմից ակտիվություն, եւ մենք ուղղակի ինչ որտեղ արձագանքողի դերում ենք։ Ի դեպ նույնն էլ վերաբերում է արևմուտքին, ուղղակի արևմուտքը ինքը ավելի ակտիվ է եւ վերջ, այսինքն մեզ պետք է մի քիչ բարձր պրոֆիլ, բայց ոչ այսպես ասած մրցակցային ձևաչափով, եթե պարզ բացատրեցի։ Հասկանալի է։ Ռուսաստանի հետ հարաբերությունները դուք հիմա դաշնակցային չեք բնորոշում, ոչ միայն դուք առասարակ գերիշխող քաղաքական դաշտում փորձագիտական շրջանակներում այս կարծիքն է, ընդհանուր ավելի շատ համարում եք թշնամական, հա։ Խնդրահարույց դիտարկենք։ Ես ձեր հարցազրույցներից մեկն էի դիտել եւ մեջբերում արեցին ձեր խոսքերից, որ հենց նաեւ թեկուզ թշնամական։ Հարցս այլ է։ Ինչու այս աստիճան փոխվեցին հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ես այսպես հարցը ձևակերպեմ. ով ում հանդեպ ավելի անազնիվ գտնվեց։ Հայաստանը Ռուսաստանի, թե Ռուսաստան Հայաստան։ Նայ մենք խոսալով
Հայաստան կամ Ռուսաստան մենք ենթադրում ենք, որ գործ ունենք հավաքական սուբյեկտների հետ, բայց մենք ունենք համենայն դեպս Հայաստանում լուրջ տարաձայնություններ, թե ինչպիսին պետք է լինի արտաքին քաղաքականություն, ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանում այդքան մեծ ուշադրություն չկա Հարավային Կովկասի նկատմամբ, բայց եւս այլ ընտրանքներ կան եւ այն շրջանակներում, որոնք որոշումներ ընդունողներն են, մենք տեսնում ենք տարբեր կարծիքներ։ Այսպիսով ես կարծում եմ, որ նախ մենք պետք է խոսանք էլիտաների որոշումների մասին եւ Հայաստանում եւ Ռուսաստանում, եւ մենք տեսնում ենք, որ բազմաթիվ սխալներ եւ դրսի ազդեցություններ ազդել են մեր հարաբերությունների փչացման վրա։ Մասնավորապես Ռուսաստանի Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի վրա օրինակ բացասաբար ազդել է Ադրբեջանը, Հայաստանի Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի վրա բացասաբար ազդել է Արևմուտքը եւ այսպիսով մենք երկուսս թույլ ենք տվել, որպեսզի մեր մյուս գործընկերները վատ ազդեն մեր միմյանց հարաբերությունների վրա, որը ռազմավարական սխալ է թե Ռուսաստանի համար, թե Հայաստանի համար։ Վերջին հաշվով կորուստներ ունենք եւ մենք եւ իրանք։ Սա կոչվում է, ես դա կոչում եմ հետեւյալ կերպ, դա թույլ ռազմավարական մշակույթ է, երբ որ մենք երկարատև պլանավորման խնդիր ունենք եւ միշտ ընդունում ենք մարտավարական որոշումներ։ Այսինքն, երբ որ մենք մտածում ենք, լավ, այսօր ինչ անենք, վաղը ինչ անենք եւ այլն, բայց մյուս օրը ինչ անենք, երբեք չենք մտածում, դա տարածված է բոլոր հետխորհրդային երկրներում եւ Հայաստանը եւ Ռուսաստանը բացառություն չեն։ Բայց իհարկե, քանի որ գինը ավելի բարձր է Հայաստանի համար այս վատ հարաբերությունների, ապա սուբյեկտիվորեն մենք ունենք ավելի մեծ խնդիրներ եւ ավելի մեծ պատասխանատվություն մեր առջեւ, ոչ թե իրենց առջեւ։ Մենք իրենց նկատմամբ պարտավորություններ չունենք։ Մենք ունենք առաջին հերթին մեր իշխանությունը, մեր ժողովրդի նկատմամբ պարտավորություն։ Հասկանալի է։ Այնուամենայնիվ եւ ամեն դեպքում կարող եք պատասխանել այդ հարցին, ով ում հանդեպ ավելի անազնիվ գտնվեց։ Ռուսաստանը, Հայաստանին, թե ես ուզում եմ հավասար նժարների վրա չդնենք այդ մեղքի բաժինը, վերջը կողմերից մեկին պետք է առանձնացնել, կարծում եմ։ Գիտեք, այս հարցը մի քիչ դժվար է բնութագրել։ Ես այդպես ասեմ, գուցե կարող ենք ասել, որ Ռուսաստանը անազնիվ գտնվեց միանշանակ, ամենայն դեպս Արցախյան հարցում, ոչ միայն Արցախյան հարցում իհարկե, նաև այն հարցում, երբ ադրբեջանական զինուժը Ջերմուկի տարածքում հայտնվեց, հապկի հետ կապված հարցում։ Այո, միանշանակ անազնիվ գտնվեց Ռուսաստանը։ Մյուս կողմից, այսպես ասած, մենք տեսանք բազմաթիվ ինիցիատիվ քայլերը Հայաստանի կողմից, որպեսզի հարաբերությունները վատթարանան։ Պատասխան այդ դեպքերի, հա։ Ոչ, ավելի շուտ են սկսվել, վերջնենք հապկից սկսած Խաչատուրովից եւ այլ, այսինքն շատ քայլեր են եղել, որոնք բերել են այս իրավիճակի եւ այստեղ իմ կարծիքով մենք պետք է ոչ թե սխալներ եւ տարբեր ազդեցություններ փնտրենք այս պայծությամբ, այլ գտնենք լուծումներ։ Սխալները վերլուծելով են գտնվում լուծումները։ Ձեր տեսակետը ինձ հասկանալի է, ես ուզում եմ մեկ այլ թեմայից էլ խոսենք, օրերս հրապարակվեց Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը, այդ հրապարակվեցին փաստաթղթերը, ինչու դա արվեց հենց հիմա եւ դա ինչ որ նոր լույս էր սփռելու հայ իրադարձություններին, նոր ինչ որ բացահայտումներ էր դա անելու։ Ինչու դա տեղի ունեցավ։ Նախ դեկտեմբերի 1-ից 2025 թվականի պաշտոնապես դադարեց գործել Մինսկի խումբը, որի վերջին 5 տարվա գործունեությունը եղել է հիմնականում պահպանողական, այսինքն պահել այն փաստաթղթերի դեպոզիտը, որոնք կազմվել են եւ այն նորմատիվային բազան, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակներում։ Եվ դեկտեմբերի 1-ին, երբ որ ծրվել է Մինսկի խումբը, ջնջվել են բոլոր փաստաթղթերը Մինսկի խմբի կայքից։ Եվ դեկտեմբերի 2-ին հրապարակվում են Հայաստանի կառավարության կայքում որոշ փաստաթղթերը, այդ թվում այն փաստաթղթերը, որոնք եղել են Մինսկի խմբի կայքում եւ այդ թվում այն փաստաթղթերը, որոնք չեն եղել Մինսկի խմբի կայքում։ Իդեպ նաեւ Մինսկի խմբի կայքում բազմաթիվ փաստաթղթեր են եղել, որոնք Հայաստանի կառավարությունը չի տեղադրել։ Եվ ավելին, եթե մենք դիտարկենք տարբեր փաստաթղթային արխիվներ, որոնք կան եւ տարբեր հատվածներում հրապարակվել են, ապա փաստաթղթերի քանակը իրականում բավականին շատ է եւ 13-ը չի ընդգրկում, այլ կարելի է խոսել 100-200-ի մասին, որոնք գրեթե հավասար բարձր նշանակություն ունեն։ Ինչ վերաբերում է այս փաստաթղթերին, ապա այստեղ մենք ունենք հետեւյալ պատկեր։ Անվտանգության թեման ներառյալ եւ երևի անկյունակարային հարցը այստեղ Արցախի հարցն ամեն դեպքում ներքին բանավեճերի կարևորագույն թեման է եւ այդ թվում նախընտրական փուլում եւ բարձր որ կառավարությունը իր կողմից ոնց որ
ունի ասելիք, ընտրել է որոշ փաստաթղթերը եւ տեղադրել է։ Եվ այստեղ իհարկե կա արդեն ընդդիմության կողմից դժգոհություն, բայց այսպես ասեմ, հա, Այսինքն կարող է հակառակը լիներ, հա, գոհնակություն լիներ։ Դե դժգոհությունը հետեւյալն է, որ որոշ փաստաթղթերը եղել են հրապարակված, որոշ չեն, եւ այսպես ասած ընտրողաբար մոտեցում, որը կարող է սխալ պատկեր ստեղծել։ Հիմա դրա մեջ խորանալ իմ կարծիքով չարժե, իսկ ես ուրիշ բանի վրա կուզենայի շեշտադրել, մենք ամեն դեպքում թափանցիկության խնդիր ունենք։ Առաջին հերթին մենք ունենք ողջ հիմիկվա բանակցային գործընթացի հետ թափանցիկության խնդիր, նախկինում եւս մենք ունենք օրինակ տարբեր ջնջված էջեր արտգործնի նախարարության կայքից եւ այլ եւ այլ եւ այլ։ Եվ այստեղ ինչ որտեղ դա դրական կարող ենք դիտարկել, որ որոշ փաստաթղթերը հրապարակվել են եւ հնարավորություն կա քննարկելու։ Բայց օրինակ խորհրդարանական հանձնաժողովի, որը քննում էր 44-օրյա պատերազմի հանգամանքները եւ պիտի հրապարակվեր այս տարվա գարնանը, հետո հետաձգվեց մինչև աշունը, իսկ հետո գաղտնիք է մնացել եւ այսպիսով այս հարցն էլ մնաց այսպես ասած գաղտնիք, չնայած որ կարեւոր հանրային նշանակություն ունի։ Այսպիսով թափանցիկության խնդիրը ես կարծում եմ շատ մեծ է եւ այս համատեքստում եւս կարող ենք դիտարկել այս հրապարակումը։ Վարչապետը երեք ասում էր, որ այդ բանակցային ամբողջ գործընթացը երբեք ոչ մի վարքյան, ոչ մի ակնթար չի եղել խնդրի լուծման մասին, այլ եղել է Հայաստանը թակարդի մեջ բայելու մասին։ Տեսեք, ցանկացած հակամարտություն Կա ինչ-որ տրամաբանություն այս մտքի մեջ։ Իհարկե կա, բայց միայն մասը։ Ինչու՞, որովհետև ցանկացած հակամարտություն, որտեղ մի կողմը գտնվում է, մասնավորապես Հայաստանը, դա ինչ որտեղ ուրիշների համար հնարավորություն է Հայաստանի վրա ազդելու, բայց դա նաև Հայաստանի հնարավորություն է ուրիշների վրա ազդելու։ Եվ Ղարաբաղյան հակամարտությունում ընդգրկված լինելով Հայաստանը ունենում էր որոշակի ազդեցություններ դրսից, բայց նաև ունենում էր որոշակի ազդեցություն ուրիշների վրա։ Հիմա այս մեր կարողությունը էապես նվազել է, որովհետև մենք հիմա, այսպես ասած, իրադարձությունների վրա, հողի վրա իրադարձությունների վրա ազդելու տեղ չունենք։ Բանակցելու տեղ չունենք, որովհետև այն բանակցային ռեսուրսը, որը մենք ունեցել ենք, այլևս չկա։ Իսկ այդ ժամանակ կար եւ այսպիսով այս խնդիրը երկու մասի եթե բաժանենք, ապա իմ կարծիքով կորուստները շատ ավելի էական են եւ այդ թվում ինքնիշխանության տեսանկյունից, որովհետեւ վարչապետը շեշտադրում է, որ մենք ինքնիշխանությունը ձեռք ենք բերել։ Դե ես կասեմ հետեւյալը, ինչքան մենք ձեռք ենք բերել, շատ ավելի շատ կորցրել ենք եւ այսպիսով մենք հիմա ավելի կախված ենք, այսպես ասած, համաշխարհային իրավիճակի։ Շնորհակալություն, ես 2 րոպե ունենք, ուզում եմ խոսենք նաև եկեղեցի իշխանություն այդ վարչակատումից, այդ խնդրից, նո մի մասը ասում է, որ սա եկեղեցու նորոգման, մաքրման ինչ-որ process է, իշխանական թեվա, մյուսները ասում են, որ սա հարձակում է եկեղեցու վրա, դուք կարծում եմ երկրորդ ավելի շատ տեսակետի կողմնակիցն եք։ Եթե սա հարձակում է եկեղեցու վրա եւ դուք դա ընդունում եք, ապա ինչու է իշխանությունը հարձակվել եկեղեցու վրա։ Նախ ասեմ, որ պատճառի մասին խոսել։ Ինչու են հարձակվում եկեղեցու վրա։ Այսա կպատասխանեմ։ Նախ ասեմ, որ երկու պնդումներն էլ ճիշտ են, որովհետև իշխանությունը հարձակվելով եկեղեցու վրա ստիպեց եկեղեցուն ինքնամաքրվի եւ ավելին այն եկեղեցական ներեկեղեցական կադրերը, որոնք սկսել են իշխանության աջակցել, ամենա, այսպես ասած, կոմպրոմիսային եւ խնդրահարույց ֆիգուրներն են եկեղեցու մեջ։ Եվ այսպիսով իշխանությունը ստիպողաբար եկեղեցուն մաքրում է ներսից եւ այս գործընթացը նկատելի է նաեւ հանրային քննարկումներում եւ մենք տեսնում ենք արձագանքից։ Հիմա սա մեկ, այսպիսով ես երկու կարծիքի հետ էլ համաձայն եմ, բայց ոչ այնպես ինչպես դա ներկայացում է։ Հիմա ինչ վերաբերում է նպատակը, միանշանակ նպատակը արտաքին քաղաքականությունն է, այսինքն Հայաստանի վրա կա ճնշում Ադրբեջանի կողմից, Թուրքիայի կողմից եւ այլ երկրների կողմից, որպեսզի այս ստատուս կվոն աշխարհակաղակական փոփոխման ենթակա այլևս չլինի եւ Հայաստանում ցանկացած ձայնը, որը դեմ է այս ստատուս կվոին, այսինքն Հայաստանի զիջումներին, լրացվի։ Խոսում է կուսակցությունների արգելման մասին, եկեղեցու վրա ճնշման մասին եւ եկեղեցու քաղաքականությունը փոխելու մասին կամ ընդհանրապես արգելելու մասին։ Ադրբեջանը դրա մասին բացահայտ խոսում է, Թուրքիայում խոսում է։ Արտաքին ազդեցություն չկա եկեղեցու վրա։ Դրան հեսա կգամ։ Եվ այսպիսով խոսում եմ, անընդհատ խոսում է, որ օրինակ Թոմաս Դեվալը Քարնեգիի կայքում գրել է, որ եկեղեցին ռուսամետ է։ Տեսեք, նման պնդումները ընդհանրապես ինչ որ պետք է ունենան հիմք։ Եվ վարչապետը խոսում է առասարակ։ Այո, այն պնդումը, որ իշխանությունը ճնշում է եկեղեցու վրա, ունի շատ հիմք։
շատ լուրջ հիմք, որովհետև 4 եպիսկոպոսը ձերբակալված է, բոլոր գործերը շատ խնդրահարույց են, եթե չասեմ ավել, հա։ Այսպիսով, այս պնդումը, որ եկեղեցու վրա կա օրինակ Ռուսաստանից ազդեցություն, ընդհանրապես հիմք չունի, որովհետև ոչ մի փաստաթուղթ, ոչ մի բան ներկայացված չի, ուղղակի եկեղեցին դիտարկում է որպես ինստիտուտ, որը դեմ է զիջումների, որը խոսում է Արցախում օրինակ KGB-ի գործակալներ եւ այլն, դա չկա։ Դա միանշանակ սուտ է, դա ուղղակի սուտ է, դա ես չեմ ասում, որ սա խնդրահարույց, դա սուտ է, որը ստեղծվել է, որպեսզի արդարացվեն եկեղեցու դեմ բռնաճնշումներ, ստալինյան մակարդակի բռնաճնշումներ են իրականացում եկեղեցու դեմ, նպատակը նույնն է, եկեղեցին որպես կառուցվածք չկարողանա ընդդիմանալ արտաքին ճնշումներին, որովհետև եկեղեցին մնացել է անկախ ինստիտուտ եւ անկախ հայկական շահը առաջ տանելով շատերին դուր չի գալիս։ Եվ այսպիսով ճնշում են Հայաստանի իշխանության վրա, ինքն էլ արդեն իրականացնում է այդ ճնշումը եկեղեցու նկատմամբ։ Սա է քաղաքականությունը, իսկ դրա համար ինչ բացատրություններ տրվեն, ես այսպես ասեմ, ընդհանրապես Հայաստանում այսպես ասած բարոյական եւ քաղաքական կոմպասը պետք է լինի հենց եկեղեցին։ Եվ այսպիսով, եթե եկեղեցու դեմ իրագործվում է, կամ եկեղեցու ինչ որ դիրք է զբաղեցրած, ուրեմն սա է ճիշտը, այլ ոչ թե հակառակը, այսպես ասեմ։ Ես շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, այսքանը հարգելի հեռուստատոներ, մեր հյուրն էր քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։